Բարևսելի հայ ժողովուրդ, Հիսուսի խաղաղությունը բոլորիս վրա ամեն։ Այս վիդեոն անում եմ շատերիդ խնդրանքով, որտև ինձ շատերդ ուղարկում եք այս անձնավորության վիդեոները, որը ազգությամբ հրեա է, հայ չի, բայց ինքը խոսում է հայերենով։ Ու տպավորությունը, թե ինքը հայ է, բայց իրականում ինքը ուղղակի լավ գիտի հայերեն, դրա համարով հայերեն դիմում է հայ ժողովրդին ու իր ուղերձը հայերենով ունի նպատակային ուղղվածություն, ամեն բան ուզում է անի, որ մեր հավատքը Հիսուս Քրիստոսի հանդեպ կասկածանքի տակ դնի։ Իսկ ինչի համար եմ ուզում, որ դուք ուշադիր լինեք, քանի որ ինքը հայերեն է խոսում, շատերի մոտ տպավորություն է ստեղծում, թե հայն է նման ձևով արտահայտվում։ Ուղղակի հրեաների մոտ Հիսուսը մինչև հիմա էլ համարվում է մոլորեցնող մեկը։ Հրեաները մինչև հիմա չեն ընդունում, որ Հիսուսն էր, որ իրանք սպասում են Մեսիային, որը գալիս էր փրկելու Իսրայելը։ Ու քանի որ Հիսուսին համարում են մոլորեցնող մեկը, իսկ իր հարությունը համարում են, որ աշակերտներն են գողացել Հիսուսի մարմինը, դա հիմնական պատճառն է, որ Իսրայելում մինչև հիմա Հիսուսին չեն ընդունել Տեր ու Փրկիչ ու իրանց Տորայի վրա են հիմնված, հին ուխտի, որն էլ իրանց հավատքն է, հուդաիզմն է, որն էլ եւ ամբողջ աշխարհով իրանք փորձում են տարածեն։ Այսինքն, երբ որ հասկանում եք, որ գործ ունեք հրեայի հետ, հրեայի մոտեցումը Հիսուսի հանդեպ հասկանալի է, ու այս մարդը իր տեսակետն է հենց այդ ձև մատուցում, ոնց են հրեաները վերաբերվում Հիսուսին։ Դրա համար ես խնդրում եմ, որ դուք այս մարդուն ուղղակի չլսեք, որովհետև ինքը հակաքրիստոսի հոգով լցված սատանայի կողմից օգտագործվող մեկն է, որը վարգաբեկում է մեր Աստծուն Հիսուս Քրիստոսին։ Եթե ինքը լիներ հայ, դա կլիներ ավելի մեծ ցավ իրականում, փառք Աստծո, որ ինքը հայ չի։ Հրեաները մտածում են այս ձևով, ոնց ինքը մտածում է։ Ուղղակի սա նաև թող պարզություն լինի շատերի համար, ովքեր որ փորձում են հրեաներին քարոզեն, որ իմանան ինչքան դժվար է հրեաներին Հիսուս Քրիստոսի փրկության ավետարանը հասցնելը։ Հրեաները կփրկվեն վերջի ժամանակում, ոնց գրված է խոսքի մեջ։ Այս պահին իրանց սիրտը խստացած է, կուրացած է, ու դա կլինի այնքան ժամանակ, մինչև որ հեթանոսների ժամանակը լռանա, նոր այդ ժամանակը, որ հրեաներին հնարավորություն կտրվի Հիսուսին Տեր ու Փրկիչ ընդունելու, ու դա կլինի արդեն իրենց կյանքի հաշվին, որովհետև սկզբից իրանք կընդունեն հակաքրիստոսին Մեսիայի փոխարեն, երբ որ հակաքրիստոսը իրան կհռչակի Աստված, նոր դրանից հետո գիտակցեն, որ սատանային են տեղ տվել իրանց կյանքում, ու որպիսի այդ դաջվածները իրանց վրա չընդունեն, սատանայի նշանները չընդունեն, արդեն կյանքի գնով պայքարելով որոշում են կայացնելու, հրաժարվելու են հակաքրիստոսից ու վազելու են Հիսուսի մոտ։ Ու հիմա այս մարդը ուղղակի կույր է, ինքը չգիտի ճշմարտությունը, ինքը անարգում է ու մերժում է նոր ուխտը, նոր կտակարանը, աշակերտների քարոզչությունը։ Ուղղակի մի լսեք իրան, ինքը ձեզ քարոզում է հին ուխտ, ամբողջությամբ մերժելով Հիսուս Քրիստոսի աստվածությունը։ Սա խնդրում եմ ուշադիր եղեք, բոլորին տեղեկացրեք ու այս մարդու վիդեոները ձեր մոտ բլոկ արեք, թույլ չբերի։ Ինքը ոչ մի լավ բան չի ասելու Հիսուս Քրիստոսի մասին։ Տիրոջ օրհնությունը ձեր վրա, Տիրոջ խաղաղությունը ձեր վրա, ու ամեն մի սերմ, որ ձեր մեջ ընկել է մինչև այսօր, որ Աստծո հոգուց չի եղել, թող Սուրբ Հոգու կրակը իջնի ու մոխրացնի, որ ձեր մեջ որևէ սխալ պտուղ չտա։ Ու ես օրհնում եմ ձեզ, որ Հիսուս Քրիստոսի խաղաղությունը ձեր մտքի վրա լինի, Աստծո պաշտպանությունը ձեր մտքի վրա լինի, ու այն աշխատանքը, որ ձեզանում սկսել է Հիսուս Քրիստոսը, իր Սուրբ Հոգու զորությամբ
հասցնի ավարտին։ Մնացեք Տիրոջ խաղաղության մեջ ու Տերս թող փառավորվի ձեր կյանքում Հիսուսի անունով, ամեն։